5 տարի այդ լարված պայմաններում աշխատելը ազգային անվտանգության ծառայության օրենքի պաշտոնից կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Իմ նշած հանգամանքների հետ կապ չունի։ Գիտեք, ձեր նշած հանգամանքների հետ ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ, իսկ ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգության։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն Վարդապետ։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Պարոն Փաշինյան, Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող իրադարձությունները ինչու սկսեց, ասպես ասենք, արշավ բռնեցին այն հայտարարությունից հետո, որ արեց Կարապետյանը եկեղեցու մասին սկսվեց այդ ամբողջ այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր եւ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որևէ մեկի լեզուն պտտվի տենց բան ասի։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի տենց բան ասի, որովհետեւ գիտեք Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է եւ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրը ունի կարծիք արտահայտելու հավաքներ անցկացնելու, քաղաքական եւ հանրային կյանքի մասնակցելու իրավունք, բայց Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող եւ ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Այսինքն Կարապետյանը ուղղակի ասաց, որ ես կլինեմ եկեղեցու կողքին, դա համարում եք սպառնալիք եկեղեցու եւ ով որ այդպիսի բան ասի պետք է կալանավորվի։ Կարապետյանը ասաց, որ մենք եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, այսինքն եթե քաղաքական մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա արժանացել է եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատական։ Ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ իմիջիայլոց մեզ մեղադրում է եւ մարզային այցերում էլ այդ մեղադրանքը հաճախ են նշում։ Մեր երկրում ցավոք շատերը կամ ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ, նրանք ովքեր կփորձեն կամ կշփոթվեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում։ Այսինքն ով որ ասի, որ կանգնել են եկեղեցու կողքը նույն ճակատագրին է արժանանալու։ Ով որ ասի, որ եթե քաղաքական գործիչները եւ ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմիջամտենք, արժանանալու է։ Մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու